Որոշել եք գալիք ընտրություններին ձեր ձայնը ում եք տալու։ Բա չեմ տալիս։ Սրտանց նվիրում եմ Փաշինյանին, Ինչու։ որովհետև շատ ազնիվ, ճիշտ, աշխատասեր, ազգասեր, նվիրված ժողովրդին ամեն ինչ անում են։ Ամեն ինչ, ամեն։ Քանի բարեփոխում, որից Վայ։ եւ գոհ եք եւ օգտվել եք։ Վայ, հենց հիմա, ասեմ, բժշկություն, թոշակ, 20%, 10%, հիվանդանոցների ձրի ամեն ինչը, թոշակառուներին խնդրում եմ, որ ճիշտ գնահատեն, ճիշտ հասկանան, պարտադիր չի, որ ասենք ինչքան գումար եք ստան, բայց որ միլիոններով 6 ստենդ ա դրվել, ամեն ինչը, դողորայքը, 50% եւ այլ, շատ, հիվանդանոցները, պոլիկլինիկաները, նախկինում ինչ էր, ունիտազները չկային, մույսը չկար, փայտից դռներ կոտրված, ես 15 տարի Եվրոպայում եմ ապրել, եւ հիմա տեսնում եմ, որ մենք Եվրոպայի մակարդակի եմ մեր հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները, պոլիկլինիկաները, կամպյուտերները, բժիշկները զարգացան, առաջ են գնում, շատ հիանալի ամեն ինչ, ուղղակի դավաճաններին պետք է խնդրել, որ հանգիստ նստեն տեղները ինչ ունեն, ինչքան որ վաստակել են կամ թալանել են, բավարարվեն դրանով։ Ասացիք ապահովագրությունից օգտվել եք, կնշեք կոնկրետ ինչ ծառայություն է մատուցվել եւ մոտավորապես ինչ արժեր։ 1,200,000 նախկինում ա եղել, հիմա ձրի է, սրտի ստենդը, 1 ստենդը, հիմա 6 ստենդ ա դրված։ Դիաբետ եմ, ցանկանանք առողջություն, հաջողություն, բոլոր ոչ թե միայն Փաշինյանին, այլ նաև իր անձնակազմին, իր թիմին, որոնք գրագետ ժողովուրդ են, դեզուներ գիտեն, թարգմանության գումարներ չի վճարվում, էկոնոմիա արվում, աշխարհին ծանոթացավ Հայաստանը։ Ես որ հայտնվեցի Եվրոպայում, չգիտեին Հայաստանի ինչ ասում է, դա տուսեն ռուսի կազմի մեջ է, իսկ հիմա մենք ոչ, շատ հիանալի է, շատ հաճելի է, շնորհակալություն բոլոր աշխատողներին, կառավարության եւ Փաշինյանին։ Ընդդիմությունը շահարկում է այն թեզը, որ թոշակների բարձրացումը նախընտրական ընտրակաշարք է, դուք ինչ կասեք։ Ես կասեմ այն, որ դուք այսօր եք այդ մասին խոսում, բայց արդեն մինչև այսօր 3-4 անգամ բարձրացել է թոշակները, դա ինչի համար էր արվում, թող մտածված խոսեն, ոչ թե այդպես արտահայտվեն ուղղակի ժողովրդին շփոթեցնելու համար։ Իսկ դուք հավատում եք խաղաղությանը։ Խաղաղությունը ինչպես կարելի է չհավատալ, եթե 2 տարի կրակոց չկա, 2 տարի զոհեր չունենք փառքաստու։ Ավելի շատ հակված եք ընդդիմությանը, թե իշխանությանը։ Իշխանության։ Կնշեք մի քանի պատճառ, թե ինչու։ Չգիտեմ, աղջիկ ջան, դուր են գալիս, լավ են աշխատում։ Իսկ վերջերս թոշակները բարձրացան, առողջության ապահովագրության համակարգը ներդրվեց, ինչ։ Այդ է շատ լավ բան էր։ Ես արդեն օգտվել եմ ու շատ լավ է։ Իսկ դուք հավատում եք խաղաղությանը։ Հավատում եմ։ Ես լավատես եմ։ Դեռ չեմ որոշել, բայց կորոշենք էլի։ Իսկ ավելի շատ հակված եք ընդդիմությանը, թե իշխանությանը։ Մեր ընտրածին, ում որ պետք է։ Հիմա չեմ կարող ասել, կներեք։ Չէ, չեմ որոշել, բայց դե կտամ էլի մեկին։ Իսկ ավելի շատ հակված եք ընդդիմությանը, թե իշխանությանը։ Չէ, իշխանությանը։ Կնշեք մի քանի պատճառ ինչու։ Չգիտեմ։ Առողջության ապահովագրության Ես 65+-ն եմ, հայո։ Հենց նոր եմ, այսօր եմ օգտվել։ Եթե գաղտնիք չէ կնշեք ինչ ծառայությունից եք օգտվել։ Կատե, հետո որ կուլեն տալիս չէ, կոչվում զոնդ, բոլոր բուժումները, ձրի։ Ձեր թոշակն էլա, չէ՞ բարձրացել։ Հա, բարձրացել է։ Ընդդիմությունը ասում է, որ դա Ձևի համար։ ընտրակաշարք է, դուք ինչ կարծեք։ Բայց ես արդեն քանի ամիս է ստանում եմ 10,000-ը, հիմա էլ 10-ն են ասում կբարձրան, չի բարձրանա, թող այդ 10,000-ը մնա, այդ էլ քիչ փող չի։ Որոշել եք գալիք ընտրություններին ձեր ձայնը ում եք տալու։ Այո, Եթե գաղտնիք չէ կնշեք։ գաղտնիք է։ Ավելի շատ ընդդիմությանն եք հակված, թե Ոչ, ընդդիմությանը բացարձակ հակված չեմ, ինչու։ որովհետև ընդդիմության տեսակետները չեն համապատասխանում Հայաստանի շահերին։ Իսկ հավատում եք, որ խաղաղություն է։ Այո, իհարկե, խաղաղությունը ո՞նց է լինում, սենց է լինում։ Բացարձակ խաղաղություն երբեք չի լինում, ոչ մի պետություն ընդհանրապես ապահովագրված չէ պատերազմից, բայց սա
տևական, բավականին կայուն, նորմալ խաղաղ վիճակ է, որը մենք պետք է ամրապնդենք, ոչ թե մսխենք, ինչպես մսխել ենք առաջներում։ Այդ բարեփոխումը ֆանտաստիկ մի բան է։ Ես շատ լավ ծանոթ եմ նույնիսկ զարգացած երկրներում ապահովագրական բարեփոխումներին, այսպիսի ապահովագրություն նույնիսկ Միացյալ Նահանգներում եւ եվրոպական երկրներում չկա։ Մեր բժշկությունը լավագույններից է աշխարհում, գուցե որակով ամենալավը չի, բայց սպասարկման տեսակետից, մարդկանց հոգատարության տեսակետից, անմիջականության, հերթեր չսպասելու տեսակետից լավագույններից է։ Նախ մեր թոշակները 10,000-ով չեն բարձրացել են 10,500 դրամ, որովհետև հետ վերադարձը 10%-ից, 12%-ից բարձրացել է 20%, բացի այդ ունենք 2% հետ վերադարձ նաև ոչ կանխիկ առևտրից, այնպես որ Ընդդիմությունը շահարկում է այն թեզը, որ այդ 10,000 դրամ բարձրացումը նախընտրական ընտրակաշարք է։ Ինչ կասեք։ ընդդիմությունը գլուխը պատով է տալի, թող ինքը այդ անցած 30 տարում ամեն ընտրություն, որ բաժանենք 5-ի 6 անգամ 10,000 որ բաժաներ, կլիներ բազային թոշակը 60,000 պլյուս, այսինքն այսօր մենք կստանայինք մոտ հարաբես 100-110,000 դրամ։ Բայց մենք այդքան չենք ստանում ենք այնքան, ինչքան ստանում ենք։ Մենք պետք է հաշվի առնենք մեր հնարավորությունները, ինչպիսի հնարավորություններ ունենք եւ մեր ռեգիոնում ինչպիսի թոշակներ կան։ Եթե նույնիսկ համեմատում ենք Ադրբեջանի հետ, պետք է Ադրբեջանը մեզնից առնվազն 5 անգամ շատ թոշակ ստանար, բայց այդպես չի, չէ։ Վրաստանը առնվազն 2 անգամ շատ թոշակ, բայց այդպես չի, չէ։ Այսինքն ռեալ պետք է մտածել, էլի, պետք է իրատես լինել։ Այդ այնց անընդհատ պահանջել, անիմաստ բաներ արտահայտություններ անել, հիմա մենք ինչի չենք օգնում Իրանին, իսկ Իրանը մեզ օգնում է, երբ որ հարձակվում են մեր վրա։ Մենք պետք է պահպանենք մեր բացարձակ չեզոքությունը ելնելով հումանիտար դիրքերից։ Այսինքն կարող ենք ցուցաբերել հումանիտար օգնություն, կարող ենք դատապարտել ագրեսիան եւ այլն, բայց անմիջական մասնակցությունը դա ուղղակի հիմարություն է, էլի, մասնակցության պահանջը, նույնիսկ ոչ թե մասնակցության հնարավորություն մենք չունենք էլ։ Ավելորդ բան է, թող չխոսեն ընդդիմադիրները։ Փաշինյանին։ Ինչու։ Դրան եմ ուզում։ Իսկ ինչ բարեփոխումներ ան արել, որ օգտվել եք։ Ամեն ինչ էլ արել է։ Երեք ես չեմ։ Փաշինյանին, Նշեք ինչու։ որովհետև ինքը այս բոլորի միջից ամենալավը ինքը։ Մեջ է միշտ ինքը շատ ժողովրդական մարդը, Բարեփոխում կասեք։ շատ բարեփոխումը շատ է, շատ անչափ։ Մենք զգում ենք ներկաշվի վրա։ Խաղաղությանը հավատում եք։ Շատ անչափ։ Եվ լավ լինելու։ Հույսով ենք, որ շատ լավ ալնելու։ Ես տալիս եմ այն մարդին, ով մեր ինքնուրույնությունը պահպանելու է։ Դուք ավելի շատ ընդդիմությանն եք հակված, թե իշխանություններին։ Ես ընդդիմություն բանման չեմ անում, բայց ես ամենից առաջ իմ համար կարևորը մեր երկրի անկախությունն է, մեր պետականության ձեռքբեր։ Այդ պետականությունն ունենալը, դա սրբոց սուրբն է, բալա։ Իսկ խաղաղությանը հավատում եք։ Այո, բաբոնց։ Բալջան, ամեն ինչը հեշտ չի ստեղծում։ Դե ես ինքս երկրորդ կարգի հաշվանդամ եմ, դե դա լավ բան է, ամենալավ բան է, սոցիալական առաջի հարցերից մեկը դա, որ մարդի համար անհրաժեշտ է։ Որոշել եք գալիք ընտրություններին ձեր ձայնում եք տալու։ Լավ մարդու կտանք։ Ո՞վ է այդ մարդը ձեր պատկերացմամբ։ Ով որ մարդկային է, ով որ ժողովրդի հարգում է, ով որ մեծերին հարգում է։ Իսկ ապահովագրությունից չեք օգտվում, որ Օգտվում եմ, մի աչքս օպերացիա եմ արել, երկրորդն էլ կանեմ։ Էդի շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Մի վիրահատություն ես անցյալ տարի 24 թվին պարկեցի 80 քանի հազարից ավել կլպվանք, որը երեխեքս, որը մեր էս հասակես։ Հիմա արդեն անվճար արել եք։ Հիմա արդեն անվճար արել եմ։ Փաշինյանին, որտեղ ու ինքը գող չի։ Նայած թե ընդդիմությունը ով է ներկայացնում, կտեսնենք։ Կարծես թե նորերից միայն մեր ձևովն է։
բնականաբար ես իրենց չեմ ընտրելու, որովհետև վատ անցյալ ունեն ու վատ ներկա։ Իսկ Ոչ թե վատ, այլ չգիտեմ, մեղմ ասեցի։ խաղաղությանը հավատում եք։ Թերևս այո, Ծառայության ապահովագրությունը, որ ներդրվեց, ինչ կասեք։ դրական են վերաբերվում, բայց ես քննադատ եմ, այնպես չէ, որ իշխանամետ եմ, ես ավելի շատ պետականամետ եմ։ Հուսանք լավ կլինի, նոր ձևովին չեմ ընդունում ոչ մի կերպ։ Թակված եք իշխանություններին, թե ընդդիմությանը։ Երևի իշխանություններին։ Կնշեք մի քանի պատճառ, որից գոհ եք։ Դե հիմի խաղաղությունն է, այս պահին խաղաղությունն է։ Կռիվ չկա, սահմանեն խախանդա հանգիստ է։ Հիմի որ հա նորից բզեն, բզբզեն, նորից էս ենք ուզում, այն ենք ուզում, նորից կռվեն, նորից հարցակվեն, ոդատակ տան մեզ առանցնել ոտի տակ ենք։ Կավելի շատ թակված եք ընդդիմությանը, թե իշխանություններին։ Իշխանությունը որսի։ Կնշեք մի քանի բան, որից գոհ եք։ Ամեն մարդ իր կարծիքը։ Առողջության ապահովագրությունից օգտվել եք։ Չէ։ Իսկ տեղյակ եք բարեփոխման մասին ինչ կարծիք ունեք։ Շատ լավ կարծիք, ես բոլոր մասին լավ կարծիք եմ։ Դուք քարտով եք առևտուր անում։ Չէ, այսօրվանից պետք է սկսեմ քարտով, որտեվ համ աշխատում եմ, աշխատանքի բան եմ ստանում, աշխատավարձը ու թաշակը։ Տեղյակ եք, որ քարտով գնումներ կատարելու Այո, դեպքում այո, այո, շնորհակալ եմ դրա համար։ Իսկ խաղաղությանը հավատում եք։ Ինչ չեմ հավատում, մարդ պետք է լինի բան, հավատք պետք է ունենա։ Լավատես լինի, որ լավը գա։